Բարև ձեզ հարազատներս, այսօր հերթական անհաջողությունից կպատմեմ իմ, որովհետև մի բուժառուներից մեկը դժգոհ նամակ է ուղարկել ու կուզեմ սա քննարկենք նույնպես, քանի որ այս հետադարձ կապը շատ կարևոր է, եթե մենք ուզում ենք այս երկիրը զարգանա, մենք այդ հետադարձ կապը պետք է ունենանք, գովասանք արդեն ասել են ոչ մի տուն քանդելուց բացի լավ բան չի անում, իսկ դժգոհությունները, եթե դուք չբարձրաձայնեք, մենք չենք կարողանա առաջ գնալ կամ շտկել այդ դրանք հիշեցնեմ, որ մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների տեխնացու 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Երևի այսօր մի քիչ համընդհանուր առողջապահությունից կբամբասեմ, չնայած որ ես շատ գոհ եմ, որ այդպիսի բան ունենք, 2 տարվա մեջ միակ լավ բանը կարելի ասել դա է, որ տեսել եմ, որ վերջապես 65 տարեկան եւ բարձր բուժառուները կարող են անվճար բուժօգնություն ստանալ։ Գիտենք, որ մեծ մասամբ հիվանդությունները հենց իրենք էլ այդ տարիքային խմբում էլ լինում են ու մեր թոշակով ու մեր բժշկության գներով դա անհնար էր։ Բուժվում էին այն բուժառուները, ում երեխաները հնարավորություն ունեին ֆինանսավորել դա ու հիմա շատ գոհ եմ, որ դա հնարավոր է։ Համընդհանուր ապահովագրությունը իհարկե շատ թերություններ ունի, բժիշկները դրանք բարձրաձայնելու են, բայց ես այս կոնկրետ դեպքի մասին պատմեմ։ Ուրեմն կարող է sense թվա թե շատ ուրախ եմ, ես իրոք շատ ուրախ եմ, որ մեր երկրում եմ ապրում, հիացած եմ, որ դա կարողացել եմ կազմակերպել ու կարող է sense լսեք, որ շատ աշխատատեղեր ունեմ, պետք է իմանաք, որ ես գրեթե աշխատատեղ չունեմ։ Մի աշխատատեղ ունեմ, դա ավանդական բժշկական կենտրոնում դասավանդում եմ։ Մնացած տեղերում ես բուժ հիմնարկներում ես քաղիրավական եմ։ Դա ինչ է նշանակում, եթե ես հիվանդ ունեմ, բուժառու ունեմ, ես վերցնում եմ տանում եմ այդ բուժառուին այստեղ խորհրդատվություն եմ անում կամ վիրահատում եմ ու տոկոսներ եմ ստանում։ Եթե ես հիվանդ չունենամ, ինչպես միշտ ասում եմ, եթե մի օր տեսահոլովակ չնկարանեմ, սովից կմահանամ, իհարկե դա այդպես չի, բայց իմ բուժառուներից մեծ մասամբ տեսահոլովակի միջոցով են գալիս ու ես ստանում եմ տոկոսներ տարբեր կլինիկաներում։ Հիմա մի բուժառու եկել, արգանդի խորոչում միոմա ունի։ Իհարկե սա փորձելու եմ այնպես, որ բժշկական գաղտնիքը պահպանված լինի, շատ բուժառուներ ունենք, որ միոմաներ ունեն արգանդի խորոչում։ Երևի պատկերացնում եք, որ արգանդի խորոչից միոման հեռացնում ենք, ինչպես պոլիպն ենք հեռացնում։ Հուսամ իմ դիտորդներից ոչ մեկ չկա արդեն, որ չգիտի պոլիպը ինչ է արգանդի խորոչի ու ինչպես են այն հեռացնում, քանի որ բազմաթիվ արդեն տեսահոլովակներ ունեմ, ինչի եմ դրանք տեղադրում, քանի որ անարյուն են, վատ չեք զգա որ տեսնակ, բայց տեղեկացված կլինեք ինչն է պոլիպը, ինչպես ենք այն հեռացնում։ Սարք եմ մտցնում ենք արգանդի խորոչ եւ փոքր հատվածներով այդ պոլիպը հեռացնում, տենց 3-5 մմ-անոց հատվածներում։ Միոման նույնպես այդպես ենք հեռացնում, բայց ի տարբերություն պոլիպների, միոմաները երկարատև վիրահատություն կարող է լինել։ Օրինակ պոլիպը, քանի որ ինքը փափուկ հյուսվածք է, արագ է հեռացվում, 15 րոպե կարող է տևի վիրահատությունը, դժվար դեպքերում 30 րոպե, իսկ միոմաները կարող են երկար տևել։ Եվ տեսել եք տեսահոլովակից մեջ, որ արգանդի խորոչ կամերայից բացի հեղուկ ենք լցնում, որ արգանդը մեծանա, խորոչը բացվի, տեսնենք պոլիպը այդտեղ ու հեռացնենք պոլիպը։ Քանի որ միոմաների հեռացումը երկարատև է, երկարատև վիրահատություն է, այդ արգանդը խորոչը լայնացնելու համար, որ հեղուկ ենք լցնում, այդ հեղուկի մի մասը կարող է մտնել մկանի մեջ, այնտեղից անոթային համակարգ եւ եթե մեծ քանակի հեղուկ լցվի, սիրտանոթային խնդիրների խնդիր կարող ենք ունենալ։ Դրա համար միոմաների հեռացման ժամանակ մենք շատ ուշադիր ենք, ինչքան հեղուկ լցրեցինք, ինչքան հեղուկ այդ խողովակներով դուրս եկավ, դրա տարբերությունը բարձր է, որ արդեն մտել է արգանդ։ Երբ որ տեսնում ենք այդ տարբերությունը 1.5 լիտրի է հասնում, վիրահատությունը կանգնեցնում ենք կամ երկրորդ էտապով ենք անում, այսինքն մի քանի օր կնոջը բաց ենք թողում, մի քանի օր հետո վիրահատությունը շարունակում։ Դրա համար ընդունված է բժշկության մեջ, որ արգանդի խորոչից ըստ իմ պատմած ձևով 3 սանտիմետր, մինչև 3 սանտիմետրանոց միոմաները կարող ենք հեռացնել։ Իմ պրակտիկայում ամենամեծ միոման, որ ես արգանդի խորոչից հեռացրել եմ, 4 սանտիմետր է եղել։ Դրանից մեծ չեմ հեռացրել ու ընդունված էլ չի, որովհետև նորից եմ ասում, կարող է այդ հեղուկը մտնել ու կնոջը ավելի վնաս հասցնել, քան այն ինչ մենք փորձում ենք օգնել։ Մի խոսքը կին է գալիս, որ արգանդի խորոչում գերձայնային հետազոտությունը բերել է ու այս Աբովյանի պոլիկլինիկայում եմ ընդունում 6000 դրամ, այստեղ պիտի իմանաք, որ Աբովյանի պոլիկլինիկայում ահայով ես իմ կաբինետը չեմ կարա խորհրդատվություններ վարեմ, քանի որ Աբովյանը ունի ծննդատուն եւ այնտեղ այդ անվճար ով ինչ սոցփաթեթներ եւ ամեն ինչ այնտեղ անցնում է։
Բուժարուն գիտի, որ 6000 դրամ պիտի վճարի գալիս է այստեղ ու ինձ բացատրում է, որ ինքը ահա ունի, ես ասում շատ մեծ հաճույքով համընդհանուր ապահովագրությամբ արդեն իբ միոմա եմ հեռացրել, կոնիզացիա եմ արել, ինչքան հիշում եմ, մի շաբաթ արգանդի հեռացում հեշտոցից պիտի կատարեմ, մի խոսքով համընդհանուր ապահովագրությամբ իրադություններ կատարել եմ։ Բայց քանի որ այսպիսի հարց կա, որ արգանդի միոմայի, արգանդի խորոչում գտնվող միոմաների, եւ պատկերացնում եք, որ խոսում եմ միայն արգանդի խորոչում գտնվող միոմաների մասին։ Եթե միոման դրսից է աճում, չենք կարող արգանդի խորոչից իրեն հեռացնել։ Ու քանի որ ընդունված է միայն 30-35 մմ-անոց միոմաները արգանդի խորոչից հեռացնենք, մեծերը համարվում է, որ էքսպերտներ պիտի բան անեն, շատ մեծ փորձ ունեցողները եւ այլն, այդ ամեն ինչը բուժարուին բացատրում եմ ու ասում եմ, որ ես պիտի ինքս այդ միոման տեսնեմ, չափեմ։ Ու խորհուրդ եմ տալիս, որ գնանք մեր գերձայնային հետազոտության մասնագետի մոտ, որ վիրահատությունները, որ անում եմ, մեծ մասամբ ես մտնում եմ տեսնեմ գերձայնային հետազոտությունը ինչ է տեսնում մասնագետը, եթե մասնագետն անում, նայում եմ կողքը տեսնում եմ, եթե ինձ պետք է լինում, ասում եմ մի հատ դուր ես այս կողմից մի հատ նայեմ, եթե կարելի է։ Բոլորը շատ լավ համագործակցում են բոլոր գերձայնային հետազոտության մասնագետները, մի խոսքով ես բուժարուին ասացի, որ պետք է 10000 դրամ վճարեք, որ կարողանամ ես տեսնեմ ինչ եմ վիրահատում։ Եղել են դեպքեր, որ ինքս չեմ գնացել նայել ու միշտ խնդիր եմ ունեցել Հայաստանում, դել ասեմ, ոչ թե մասնագետների հետ չի խնդիրը, կարծում եմ, որովհետև մի բան կար, Ձվարանի նորագոյացություն ենք ասում, որ գերձայնային հետազոտության պատասխանը կա, MRT-ի պատասխանը կա, ես մտնում եմ վիրահատության ժամանակ տեսնում լրիվ ուրիշ պատասխան, ուրիշ պատկեր է։ Մի խոսքով սա բժշկական խնդիրներ են, մեծ չեն, բայց կուզես պատրաստ լինես ուր ես գնում։ Այնտեղ 45 մմ-անոց միոմա է, ես իրավունք չունեմ դա մտնեմ հեռացնեմ։ Մի խոսքով բուժարուն համաձայնվեց, հիմա արեցինք խորհրդատվություն արել ենք գերձայնային հետազոտությամբ, հասկացանք, որ կարելի է արգանդի խորոչից հեռացնենք, միոման ասում եմ, դե մնաց ուղեգիրը կախեք։ Ուղեգիրը կախելու համար ուղարկում ենք կամ ընտանեկան բժիշկն է կախում կամ թաղային գինեկոլոգ, եթե ճիշտ եմ այդ ամեն ինչը հասկանում, ու ասում եմ դա ծննդատանը պիտի անեն։ Բուժարուն գնում է ծննդատան ու այնտեղից զանգում, որ ասում են դուք եկեք ուղեգիրը կախեք, քանի որ ես ծննդատանն եմ աշխատում, բայց ես համընդհանուր ապահովագրությամբ խորհրդատվություններ ծննդատանը չեմ անում ու հիմա ես դες կբացատրեմ ինչի համար չեմ անում։ Համընդհանուր ապահովագրությունը վճարում է 6000 դրամ բժշկին, դրանից 700 քանի դրամն է հասնում բժշկին իսկականից, ու դա երևի կպատկերացնեք, որ ով կարող է դա անել, այն բժիշկը, ով աշխատատեղի ունի, աշխատավարձ է ստանում, դուք էլ եկաք համընդհանուր ապահովագրությամբ այդ 700 դրամը, ինքը շատ ուրախ կլինի, որ իր աշխատավարձից ավելացավ այդ 700 դրամը։ Բայց ոնց եք պատկերացնում, որ ես Մասիրից գնամ հասնեմ Աբովյանի ծննդատուն ուղեգիր կախելու համար 700 դրամ, ես ինչքան պիտի գումար ծախսեմ, որ գնամ Աբովյանի ծննդատուն կամ ասենք այն մյուս կլինիկա, որտեղ նորից հեռու է։ Ուրիշ բան է, ես նստած եմ այդտեղ, արդեն իմ բուժարուներին ընդունում եմ, դուք էլ հավելյալ եկաք, իհարկե մեծ հաճույքով կընդունեմ, բայց համընդհանուր ապահովագրությամբ մենակ մի կլինիկայում եմ ընդունում, որ այդ կլինիկան շատ հետաքրքիր պայմանավորվածություն ունի, որ համընդհանուր ապահովագրությամբ եկածները վճարում են հավելյալ 6000 դրամ, որ կլինիկան այդպես էլ ասում է, որ կարողանան բժշկին վճարել, վճար տալ։ Ես այդտեղ եմ միայն խորհրդատվություններ անում, բուժարուին ամեն ինչը բացատրել եմ։ Մի խոսքով ուղեգիրը այն ծննդատանը կախում են ու ուղարկում են ուրիշ բժշկի մոտ, բուժարուն գրել է, որ ինքը շատ լավ բժշկի մոտ վիրահատվել է, շատ հաջողությամբ, ինձ էլ դժգոհ է, որ ես միայն գումարով եմ ուզում աշխատել, անվճար չեմ աշխատում։ Առաջինը, որ ասեմ, որ ես շատ ուրախ եմ, որ մենք լավ բժիշկներ ունենք ու երբեք չեմ ասել, որ ես ամենալավ բժիշկն եմ։ Երկրորդը, ես 2020 թվականին եմ որոշել, որ պատերազմի ժամանակ որոշել էի հստակ, որ 2023-ի սեպտեմբերին պիտի լինեմ Հայաստանում ու 2020-ից մինչև 23 թվական աղոթքներիս մեջ մի նախադասություն անպայման եղել է, որ Հիսուս Քրիստոս այնպես չլինի, ես գնամ ուրիշի տեղը զբաղացնեմ, ուրիշ բժշկի տեղը զբաղացնեմ ու այդպես էլ եղավ, ես դեռ ոչ մեկի իմ բուժարուների մեծ մասը 20-30 տարի չեն եղել բժշկի մոտ, գալիս են ասում են, չէին գնա, մինչև քո տեսահոլովակը չտեսնայինք։ 1/3 բուժարուներից դրսից են գալիս,
արտասահմանից մի խոսքով ես շատ ուրախ եմ, որ մենք շատ լավ բժիշկներ ունենք, ու անգամ այն ուրիշ բժիշկներից, որ եկել են իմ մոտ երկրորդ կարծիք հարցնել, բոլորը վերադարձել են իրենց բժիշկների մոտ վիրահատվել, կարծում եմ սուտ չեմ ասում դա իմ ացածով։ Ինչ խոսեցի բանից արտասահմանից եկած վերջի պոլիպի մասին մի հատ լավ բան հետաքրքիր բան պատմեմ, ուրեմն այս պոլիպներից մեկը հեռացրել եմ, դե որ հեռացում եմ վիրահատությունը նկարում ենք, եթե ազատ մարդ է լինում վիրահատարում, խնդրում եմ նկարել, ուղարկել եմ բուժառուին, որ ցույց եմ տվել, որ այս պոլիպները այսպես հեռացրեցինք, այս չափսերի էր, ու պոլիպներից մեկը տեղադրում եմ էջիս վրա, որ դուք էլ տեսնեք, բուժառուն շատ հումորով ամուսին ունի, պարզում է, ու այդ Facebook-ի հետ, որ տեսել է, որ նույնն է, կնոջ ուղարկած պոլիպը, մեկ էլ էկրանի պոլիպ, ասել տեսեք կնոջս արգանդը զվիզդա է դարել Facebook-ում, մի խոսքով ուզում եմ ասեմ, այսպես դեռ խնդիրներ կունենանք ես համընդհանուր ապահովագրությամբ, բուժառուն մեկ էլ դժգոհել էր, որ գերձայնային հետազոտության վճարը չէր տեսել Արմեդում, գնացի դա էլ ճշտեցի, ուրեմն լինում են, երբ որ տվյալները բոլորը չեն հավաքված լինում բուժառուն մտնում է անհայտ բուժառուներ ցանկի մեջ, հետո ավելացրեցինք իր տվյալները ու կարծում եմ հիմա տեսել դա էլ է կարևոր այդ պահերը իրոք շատ կարևոր է, դուք հետադարձ չասեք, մենք ոչ կիմանանք ինչ է կատարվում, շատ բաներ ձեզանից ենք սովորում։ Ուրեմն, այսինքն համընդհանուր ապահովագրությամբ խորհրդատվություններ ընդունում եմ միայն այն կլինիկայում, որը պայմաններ ունի, որ 6000 դրամ պիտի վճարեք, որ խորհրդատվություն ստանանք համընդհանուր ապահովագրությամբ կլինի, ուրիշ ապահովագրություններով կլինի, դուք կվճարեք, վիրահատությունները անում ենք, կարծում եմ այդպիսի վիրահատող բժիշկ չկա, որ անվճարել չվիրահատի, ասեմ ինչի համար, քանի որ դա փորձ է, երկար տարիներով ձեռք բերած, եթե չանենք, փորձը կորում է, սա պիտի իմանաք, ոնց բացատրեմ, ունեք, եթե որ շաբաթը մեկ եփեք ու տարին մեկ, որը համեղ կլինի, այն իհարկե ինչու շատ անում եք, հաճախ անում եք, դեպքում փորձը շատ է, կարևոր է սա։ Մի խոսքով խնդիրներ լինելու են, նորից եմ ասում համընդհանուր ապահովագրության համար չեմ կարող անգնեմ տարբեր կլինիկաներ ուղեգրեր կախելու համար, սա պիտի երևի հասկանաք, գուցե ես դա չկարողացա բուժառուին բացատրել, ինչ վերաբերվում է ֆինանսներին, սա էլ է շատ կարևոր իմ մոտեցումը ֆինանսների, եւ չեմ կարող ասեմ վերջի 10 տարիների ընթացքում է, որ ես ընդհանրապես չեմ հաշվում, կարող եմ երբեք չգիտեմ գրպանումս ինչքան գումար կա, պայուսակիս մեջ ինչքան գումար կա, քարտերիս վրա ինչքան գումար կա, ես աշխատում եմ իմ հնարավորությունների մաքսիմումով, երբ որ տեսնում եմ, չի էլ արդեն սրանից շատ չեմ կարող, այդտեղ կանգնում եմ ու համարում եմ, որ աշխատող մարդուն Աստված տալիս է ամեն ինչը, դրա համար չեմ հաշվում, այսքանը գուցե կարող է թվա, թե չհամընկավ իմ սկզբունքա կյանքի գումարների վերաբերյալ եւ այդ ահայի համընդհանուր ապահովագրության վերաբերյալ, բայց ծախսերս շատ հաշվարկում եմ, բոլոր ծախսերս հատուկ ծրագիր կա, գրում եմ ինչ եմ ծախսել օրվա մեջ, հնարավորինս քիչ ծախսեր լինեն, թե հագուստի, թե ուտելիքի, թե իմ վրա, հանգստի վրա եւ գուցե հանգստին կարելի է մի քիչ շատ, բայց ու եթե պիտի գումար ծախսեմ գնամ ուղեգիր կախեմ, կմտածեմ գնամ այդ ուղեգիրը կախեմ, թե ոչ, այսքանը երևի, նորից եմ ասում շատ կարևոր է թե հետադարձ կապ ունենանք, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։